Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան հայոց ցեղասպանության զոհերու հուշահամալիր այցելեց, ուր սկսած են բարեգարկման երկրորդ փուլի աշխատանքները։ Նախարարութենեն հայտնած են, որ նախարար Անդրեասյան հեղինակային խումբին եւ Գաբալարու գազագերբության ներկայացուցիչներուն հետ շրջած է դարածքը ցանոթացած աշխատանքներու ընթացքին։ Անկարևոր նկատած է աշխատանքներու բարձր որակով բացշաճ եւ սահմանված ժամկետներու մեջ իրականացումը, ընդգծելով, որ հայոց ցեղասպանության զոհերու հուշահամալիրի բարեգարկման աշխատանքները կբահանջեն առանձնահատուկ պատասխանատվություն։ Շինարարական աշխատանքներու ամբողջական ավարտը նախադեсված է մինչև դարեվերջ։ Այս ընթացքին հուշահամալիրը բաց է այցելուներուն համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հերախոսազրույց ունեցած են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անգամ եւս շնորհավորած է վարչապետ Փաշինյանը Հայաստանի մեջ կայացած խորհրդարանական ընտրություններում մեջ հաղթանակին առիթով եւ հաջողություններ մաղթած հետագա գործունեության ընթացքին։ Զրուցակիցները ընդգծած են Հայաստան-Հնդկաստան բարեկամական հարաբերություններու շարունակական զարգացման կարեւորությունը եւ գոհունակությամբ արձանագրած երկկողմ համագործակցության դրական ընթացքը։ Կարեւոր նկատված է քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը, տնտեսության, բարձր արհեստագիտության, գրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները ներս։ Վարչապետները անդրադարձած են երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերուն, քննարկած Հայաստան-Հնդկաստան օրագարկի շարք ուղղություններով հարաբերություններու հետագա խորացման միտված քայլերը։ Ռուսաստանի նախագահի մամլոք արտուղար Դիմիտրի Պեսկով հայտարարած է, թե Հայաստան այժմ կգտնվի ընտրություն կատարելու շրջանի մեջ եւ այդ կարեւոր է Մոսկվայի համար։ Հայաստանի ղեկավարությունը կխոսի զարգացման հետագա ուղի ընտրության մասին, մեզի համար այդ կարեւոր է, որովհետեւ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղած են հարևան եւ եղբայրական երկիրներ, ըսած է Կրեմլինի խոսնակը, ավելցնելով Ռուսաստանի մեջ կաբրին բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանի մեջ ռուսեր։ Մենք համոզված ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ամեն տարի սկալի ներդրում կունենա Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճին։ Չնայած վերջին ամիսներուն Ռուսաստանը սահմանափակեց շարք հայկական ապրանքներու ներգրումը, Պեսկով բնդած է, թե Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ համագործակցության շարունակությամբ։ Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրողներն է, համագործակցության ոլորտները բազմաթիվ են եւ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ըսած է Պեսկով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողներուն հետ ճեպազրույցին հայտնեց, որ պիտի մասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի հառաջիկա նիստին եւ պիտի քննարկի հայ-ռուսական հարաբերություններու խնդիրները։ Հայաստանի Միացյալ Նահանգներու, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները Հայաստանի մեջ հավատարմագրված օտարերկրյա պետություններու ռազմական գծորդներն ու ներկայացուցիչները հետևեցան Արտիվ գործընկեր 2026 օրավարժության ընթացքին, գայտնեն Հայաստանի մեջ Ամերիկայի դեսպանատունեն։ Ներկայ էին բարձրաստիճան պաշտոնյաներ, համատեղ զորավարժությունը տեղի ունեցավ միջազգային խաղաղ հարակելություններու մեջ մասնակցության նախապատրաստության նպատակով եւ կընդգծե շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի եւ գործընկեր պետություններուն միջև։ Ճապոնի հյուսիսը հունիս 25-ի առավոտյան 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ պատահած է, գահիտնե Ճապոնի օդերևութաբանական գործակալությունը, ինչպես կփոխանցե The Washington Post։ Երկրաշարժի օջախը գտնված է 44 կիլոմետր խորության վրա։ Ճապոնի օդերևութաբանական գործակալությունը հայտնած է, որ ցունամիի վտանգ չկա։ Նախնական տվյալներով զոհեր կամ խոշոր ավերածություններ չեն արձանագրված, սակայն որոշ շրջաններու մեջ վնասված են շենքեր, իշխանությունները կշարունակեն գնահատել երկրաշարժի հետևանքները։ Ուժեղ երկրաշարժը պատահած է Վենեսուելայի ափերուն 7.2 մագնիտուդ ուժգնությամբ, որուն հաջորդած է 7.5 մագնիտուդ երկրաշարժը եւս։ Վենեսուելայի ներքին գործերու նախարարը հայտնած է, որ ամբողջ երկրի մեջ փլուզված են շենքեր, տուներ եւ բնակելի կառույցներ։ Վենեսուելայի մեջ հայտարարված է վտանգի գարմիր մագարտակ։ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգես երկրաշարժներեն հետո երկրի մեջ արտակարգ դրություն հայտարարեց։ Անասած է, որ Վենեսուելայի Մայկետիա օտակայանը փակ է երկրաշարժի ավերածություններուն պատճառով գահաղորդե Reuters։ Ամերիկայի իշխանությունները կքննարկեն Թուրքիո F-35 կորզանիչներ փոխանցելու կարելիությունը, հայտնած է Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ։ 2019 թվականին Թուրքիո F-35-երու վաճառքը արգելափակված էր պատժամիջոցներու պատճառով։ Դեկտեմբերին արդեն Թուրքիո մեջ Ամերիկայի դեսպան Թոմ Բարակ հայտարարած էր, որ Անկարան կցկտի ամբողջովին հրաժարի ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներեն, որբեսի ամերիկյան կորզանիչ ներքնելու հնարավորություն ստանա։
Թեհրան Վաշինգտոնին հիշեցուցած է բարդավորության թիմած սկզբունքի մասին հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Իրանցիները գիտեն, որ թշնամիի չարամիտ մտադրությունը չէ ավարտված համաձայնագրի ստորագրությամբ եւ յուրաքանչյուր քայլ կձեռնարկվի զգոնությամբ եւ հաշվի առնելով վերջին 5 տասնամյակներու փորձը, մասնավորապես վերջին 1.5 տարվան իրադարձությունները։ Բարդատրված պատերազմը ընդհանրեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաներու հագասական հայտարարությունները չեն մեղմելու իրանցիներու խոր անվստահությունը, այլ միայն կհիշեցնեն անոնց անցյալի խախտված խոստումներու մասին։ Ամերիկյան իշխող վարչակազմը պետք է հիշե, որ բարդավորության թիմած սկզբունքը կբահանջե փոխադարձ բարդավորություններու կատարում, ըսած է Բաղային։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կրկին հայտարարեց, որ չընդունիր որևէ տեսակի դուրքերու ներդրում Հորմուզի նեղուցով նավերու անցման համար։ Այդ անընդունելի պիտի լար, ըսած է Թրամփը Սպիտակ տան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման շրջանակներու մեջ լրագրողներուն հետ զրույցին։ Թրամփը նշած է, որ գոյություն ունին նաև այլ միջազգային նեղուցներ եւ ըսած, որ նման բան թույլ չէր դար նաև այնտեղ։ Ցեզի հետ Աննի Զեյթունցյան